Տեղումներ, որոնք չեն եղել 100 տարի։ Ջերմաստիճաններ, որոնք պատմությունը երբեք չի տեսել։ Տորնադոները ոչնչացնում են քաղաքները։ Ամեն օր տարերքի նոր հարված է։ Արգենտինա, Իտալիա, Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա։ Սա բնական աղետների տարեգրությունն է մեկ շաբաթվա ընթացքում։ Բայց իրականում դա ապագայի տարեգրությունն է։ Բայց ինչու է մարդկության գլխին կախված գլոբալ խնդիրը այդքան համառորեն անտեսվում։ Այսօր դուք կստանաք այս հարցի պատասխանը։ ԱՄՆ Միացյալ Նահանգների կենտրոնական եւ արևելյան շրջաններում հզոր փոթորկի համակարգ է անցել, առաջացնելով տասնյակ տորնադոներ։ Ամենաշատ տուժած նահանգը Կենտուկին էր, որտեղ փոթորիկը խլեց 23 մարդու կյանք, որոնց մեծ մասը Լորել շրջանում։ Այստեղ գիշերը, երբ բոլոր բնակիչները քնած էին, մոլեգնում էր EF3 կարգի հզոր տորնադոն։ Այն ավերել է Լոնդոն քաղաքի հարավը, քանդել ամբողջ թաղամասեր, ջարդել մեքենաները եւ բեկորները ցրել հարյուրավոր մետրերի վրա։ Աղետի ժամանակ միջանցքներում ու նկուղներում թաքնված ականատեսների վկայությամբ քաղաքը սկսել է նմանվել պատերազմական գոտու։ Լոնդոնի Կորփին օդանավակայանում տորնադոն վնասել է մի քանի ինքնաթիռ եւ ոչնչացրել բժշկական ուղղաթիռը։ Հերթական ավերիչ տորնադոն հարվածել է Միսուրի նահանգի Սենթ Լուիս քաղաքին, EF3 կարգի պտտահողմը ժամում ավելի քան 240 կմ քամու արագությամբ եւ 1.5 կմ լայնությամբ անցել է քաղաքային թաղամասերով, ոչնչացնելով ամեն ինչ իր ճանապարհին, այն վնասել է ավելի քան 5000 շենք։ Քաղաքապետը փոթորիկը անվանել է քաղաքի պատմության մեջ ամենակործանարարներից մեկը։ 5 մարդ զոհվել է եւ 38-ը վիրավորվել։ Just south of Benton, crossing I-55. Չորրորդ կարգի հզոր տորնադոն ժամում 300 կմ-ից ավելի քամու արագությամբ հարվածել է Իլինոյս նահանգի Ուիլյամսոն շրջանին, այն հիմնականում անցել է անտառապատ եւ սակավաբնակ տարածքներով, ուստի վնասը նվազագույն է եղել։ Տորնադոն վնասել է նաև Բալթիմորին, որը խոշոր նավահանգստային քաղաք է եւ Մերիլենդի տնտեսական կենտրոնն է։ Մինչև ժամում 180 կմ քամու արագությամբ EF1 կարգի ձագարն անցել է խիտ բնակեցված տարածքներով եւ թողել ավերածությունների գոտի մոտ 9.5 կմ երկարությամբ։ Միացյալ Նահանգների արևելյան ափի համար նման իրադարձությունները չափազանց հազվադեպ են, հատկապես խոշոր քաղաքներում։ Փոթորկի համակարգը Տեխասից Օհայո է բերել նաև մինչև 4 մատնաչափ մեծությամբ կարկուտ, իսկ Չիկագո քաղաքը ծածկվել է հազվագյուտ փոշու փոթորիկով։ Քամու ուժեղ պոռթկումները փոշու պատ են բերել Իլինոյսի 4 դաշտերից։ Քաղաքի երկինքը մտնել է, կտրուկ ընկել է տեսանելիությունը ճանապարհներին։ Քաղաքը գրեթե 90 տարի նման բան չէր տեսել։ Ռուսաստան Անտառային սաստիկ հրթիռները շարունակում են ավերել Ռուսաստանի անդրբայկալյան երկրամասը, որտեղ գրեթե 1 ամիս է, ինչ գործում է դաշնային արտակարգ դրությունը։ Մինչև մայիսի 20-ը հրթիռն ընդգրկել է ավելի քան 670,000 հեկտար տարածք։ Հրթիռները շատ մոտ են Անդրբայկալիայի մայրաքաղաք Չիտային։ Տարածաշրջանը բառացիորեն խեղդվում է ծխի մեջ, օդը լցված է մուրով, իսկ երկինքը թաքնված է մոխրագույն շղարշի հետևում։ Սա է այսօրվա դաժան իրականությունը շրջանի 100 հազարավոր բնակիչների համար։ Այստեղ են տեղափոխվել գրեթե 2000 հրշեջներ Ռուսաստանի այլ շրջաններից, ինչպես նաև բազմաթիվ տեխնիկա, այդ թվում ավիացիան։ Բայց կրակը չի հաջողվում հսկողության տակ առնել։ Դրա մարումը բարդանում է դժվարանցանելի տեղանքով, ուժեղ քամիներով եւ ավելի քան 1 ամիս տեղումների բացակայությամբ։ Ընդամենը 50 օրվա ընթացքում հրթիռն այրել է ավելի քան 1,270,000 հեկտար, ինչը գրեթե 20 անգամ ավելի է, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում։ Եվ սա միայն սեզոնի սկիզբն է։ L'orage
l'orage a été fulgurant. Մայիսի 14-ին Ֆրանսիայի հարավ-արևելքում գտնվող Լա Բարբեն կենդանաբանական այգում դրամատիկ դեպք է տեղի ունեցել։ Հանկարծակի ամպրոպի ժամանակ կայծակը հարվածել է գետնին մի խումբ այցելուներին մոտ։ Արդյունքում 13 մարդ հոսանքահարվել է։ Տուժածներից մեկը ծանր վիճակում հոսպիտալացվել է։ Մնացած 12 հոգին, այդ թվում 4 երեխա, տեղափոխվել են հիվանդանոց։ Մայիսի 19-ին սաստիկ փոթորիկները պատուհասեցին Օկսիտանիա շրջանը։ Թուլուզ քաղաքում ուժգին ամպրոպից հետո մի քանի օրով փակվել են մի շարք ուսումնական հաստատություններ, տանիքների վնասման եւ շենքերի հեղեղման պատճառով, իսկ աշակերտներին անհրաժեշտ է եղել շտաբ տարանել։ Տարածաշրջանում խաթարվել է երկաթուղային երթևեկությունը։ Բորթո Թուլուզ արագընթաց գնացքի գծերի տակ 2 մետրանոց փոս է գոյացել։ Վարորդի արագ արձագանքի շնորհիվ ողբերգությունից հնարավոր է եղել խուսափել։ Նրան հաջողվել է կանգնեցնել գնացքը, սակայն վագոններից մի քանիսը դուրս են եկել ռելսերից։ 508 ուղևորներ տարհանվել են միայն 4 ժամ անց։ Մի քանի օրով ամբողջությամբ դադարեցվել են արագընթաց գնացքների երթուղիները Թուլուզի, Բորթոյի եւ Փարիզի միջև։ Տոնեն քաղաքում տասնյակ տներ են հեղեղվել։ Տեղացի հնաբնակներն ասում են, որ թեև երբեմն ջրհեղեղներ են լինում, բայց երբեք նման բան չեն տեսել։ Վնասը կարող է կազմել 100 հազարավոր եվրո։ Փոթորիկը ուղեկցվել է ուժեղ կարկուտով, տեղ-տեղ հասնելով մինչև 7 սանտիմետրի։ Սառցաբեկորները ծածկել են 64 մայրուղին Թուլուզից հարավ, կատվածահար անելով երթևեկությունը։ Լֆոկա կոմունայում ուժեղ կարկուտը ընդամենը 20 րոպեում ոչնչացրել է երկար տարիների աշխատանքի պտուղները։ Ֆրանսիայի ամենահին տնկարանում Բաուդեկում, որն ավելի քան 200 տարեկան է, բոլոր բույսերը լրջորեն վնասվել են։ Լոտ-է-Գարոն դեպարտամենտում արևածաղկի, եգիպտացորենի եւ սոյայի մշակաբույսերը քշվել են ցեխահոսքերով։ Վնասվել են նաեւ արմանյակի եւ Թուրսանի հայտնի խաղողի այգիները։ Այսօրը Ֆրանսիայում ավելի քան 22600 կայծակ է տեղի ունեցել։ Մայիսի 20-ին բացառիկ ուշքնությամբ փոթորիկները հարվածեցին Պրովանսի շրջանի Վար դեպարտամենտին, ինչի հետևանքով մի քանի բնակավայրերում մահացու ջրհեղեղներ տեղի ունեցան։ Լե Լավանդու կոմունայում ընդամենը 1 ժամում 255 մմ անձրև է տեղացել։ Սա ավելի քան 5 ամսական նորման է, ավերվել են ճանապարհներ, քանդվել են կամուրջներ։ Քաղաքի քաղաքապետը կատարվածն անվանել է կատաղած, զայրացած, անհասկանալի երևույթ։ Առնվազն 3 մարդ զոհվել է, և 3-ը անհետ կորել են։ Իտալիա։ Մայիսի 15-ին Սիցիլիան ենթարկվեց Ինես ցիկլոնի հարվածին։ Հորդառատ անձրևները, ժամում 100 կիլոմետրը գերազանցող քամիները և ուժեղ փոթորիկները ազդել են տարածաշրջանի մեծ մասի վրա։ Տրապանի նահանգում հաշված ժամերի ընթացքում ավելի քան 7000 կայծակ է գրանցվել։ Մարսալա քաղաքում ընդամենը մի քանի րոպեում փողոցները հեղեղվել են, ամբողջությամբ կաթվածահար անելով երթևեկությունը։ Իսկ Մածարա դել Վիլլո կոմունայում տարերքի պատճառով փլուզվել է բնակելի շենքի տանիքը, բարեբախտաբար ոչ ոք չի տուժել։ Պալմա դի Մոնտեխարո մունիցիպալիտետը ենթարկվել է հզոր միկրոփոթորկի հարվածին։ Քամու հանկարծակի ուժեղ վայրընթաց պոռթկումը լուրջ ավերածություններ է առաջացրել։ Ջրով է լցվել նաև Սիցիլիայի մայրաքաղաք Պալերմոն։ Այստեղ փոթորիկը մոլեգնում էր մի քանի ժամ անընդմեջ։ Մեսինա-Պալերմո գծուղու բոլոր գնացքների ծառայությունները չեղարկվել են։ Տրաբիա կոմունայում հորդառատ անձրևը փողոցները վերածել է կատաղի առվակների։ Մեքենաներից մեկը անցել է ջրի տակ, իսկ կին վարորդը հայտնվել է թակարդում։ Բարեբախտաբար օգնությունը ժամանակին է հասել։ Ինես ցիկլոնի դանդաղ տեղաշարժը և հորդառատ անձրևները ստեղծել են հատկապես վտանգավոր իրավիճակ, առաջացնելով ջրհեղեղներ և սողանքների մեծ վտանգ։ Այսպիսի հզոր ցիկլոնը մայիսին Սիցիլիայում անոմալ երևույթ է, քանի որ սովորաբար այս ժամանակաշրջանում արդեն չոր և տաք եղանակ է զգացվում, գրեթե ամառային։ Ալժիր։ Մայիսի 15-ից Ալժիրի մի քանի նահանգներ, որոնք մինչև վերջերս տառապում էին սաստիկ երաշտից, տուժել են տեղատարապ անձրևների ալիքից և աննախադեպ ջրհեղեղներից։ Հատկապես տուժել է Ջելֆա նահանգը։
Ջուրը լցվել է բնակելի շենքեր եւ ճանապարհներ, պատճառելով զգալի նյութական վնաս։ Որոշ շրջաններում տեղատարափն ուղեկցվել է ուժեղ կարկուտով, ինչն էլ ավելի է սրել իրավիճակը։ Փրկարար ծառայություններին հաջողվել է տարանել մի քանի մարդկանց, ովքեր մնացել են հեղեղված մեքենաների մեջ։ Ջելֆա թաղամասում ջրհեղեղը շրջել է ուղևորներ տեղափոխող ավտոբուսը։ Ողբերգության հետևանքով 4 մարդ զոհվել է, և 33-ը վիրավորվել, որոնցից շատերն իրական ցնցում են ապրել։ Սելմա Անայի մունիցիպալիտետում 13-ամյա տղան ուժեղ կարկուտից ծանր վիրավորվել է։ Ցավոք, նրան փրկել չի հաջողվել։ Արգենտինա։ Մայիսի 15-ից Բուենոս Այրես նահանգի հյուսիս-արևմուտքում հորդառատ անձրև է տեղացել։ Աղետը հարվածել է ավելի քան 6 միլիոն բնակչությամբ բնակեցված տարածքին, 2 օրվա ընթացքում տեղ-տեղ ավելի քան 400 մմ տեղումներ են տեղացել, ինչը 4 անգամ գերազանցում է ամբողջ մայիսի միջին ցուցանիշը։ Երկարատև անձրևները աննախադեպ ջրհեղեղներ են առաջացրել և ստիպել տարանվելու 7000 բնակիչների մի քանի տուժած շրջաններում։ Տասնյակ մունիցիպալիտետներում դադարեցվել է դպրոցների աշխատանքը։ Կաթվածահար է եղել երթևեկությունը քաղաքներում և մայրուղիներում։ Մարզում լրջորեն տուժել են եգիպտացորենի և սոյայի տնկարկները։ Սալտո և Ռոքսաս քաղաքներում զգալի վնաս է հասցվել արդյունաբերական և առևտրային ոլորտներին։ Սարատի մունիցիպալիտետում ջրի մակարդակը տներում տեղ-տեղ հասել է 2 մետրի։ Մարդիկ կորցրել են իրենց ողջ ունեցվածքն ու ընտանի կենդանիներին։ Հաղորդվում է, որ 3 մարդ անհետ կորել է։ Հոսանքը քշել է նրանց, երբ փորձում էին անցնել Արվակը։ Փորձագետների կարծիքով ներկայիս փոթորիկը գերազանցել է նախորդներին թե ուժգնությամբ և թե անձրևի տևողությամբ։ Վիետնամ։ Վիետնամի հյուսիսում հորդառատ անձրևները հեղեղումների և բազմաթիվ սողանքների պատճառ են դարձել։ Տարերքը հեղեղել ու վնասել է տները, ավերել կամուրջները ու ճանապարհները։ Լուրջ վնաս է հասցվել նաև գյուղատնտեսությանը, բերքը մնացել է ջրի տակ, ծածկել են հարյուրավոր գլուխ խոշոր եղջերավոր անասուններ և թռչուններ։ Մի քանի բնակավայրեր կտրվել են արտաքին աշխարհից։ Մայիսի 16-ին Լայ Յաու նահանգում ողբերգություն է տեղի ունեցել, երբ հզոր սողանքը հանկարծակի ծածկել է հիդրոէլեկտրակայանի շինհրապարակը։ 5 աշխատակիցներ մահացել են դեպքի վայրում, և 4-ը տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել։ Մայիսի 17-ին Բաքկան նահանգում ջրհեղեղ է տեղի ունեցել։ Տեղացիներն այն անվանել են պատմական։ Նման բան նախկինում այստեղ չէր եղել։ Կես ժամից էլ քիչ ժամանակահատվածում ջուրը բարձրացել է մինչև 1 մետր։ Աղետը խլել է 4 մարդու կյանք։ Կան անհայտ կորածներ։ Հավանաբար կլիմայական կատակլիզմների մասին մեկ այլ տեսանյութ դիտելուց հետո դուք ինքներդ ձեզ հարց կտաք, թե ինչու է անտեսվում մարդկության գլխին կախված վտանգը։ Չէ՞ որ պետք է շտապ ինչ-որ բան անել։ Եթե դա հենց այն է, ինչ դուք զգում եք, ապա դուք այնպիսի մարդ եք, ում համար խիղճը և ճշմարտության ձգտումը պարզապես խոսքեր չեն, այլ լցված են խորը իմաստով։ Բայց նկատել եք, արդյոք, որ բառացիորեն 2 օր անց խնդրի ընկալման սրությունը վերանում է։ Այն, ինչ այսօր թվում է հասկանալի, շատ կարևոր և անհապաղ գործողություն պահանջող, որոշ ժամանակ անց դառնում է հեռավոր և կորցնում է իր արդիականությունը։ Ձեր գիտակցությունը շեղվում է այլ հարցերի վրա։ Իսկ գիտեք, թե ինչու է դա տեղի ունենում։ Սա մեր հոգեկանում ներկառուցված մեխանիզմի աշխատանքն է։ Երբ մենք բախվում ենք վախեցնող տեղեկատվության հետ, հատկապես եթե դա վերաբերում է մի խնդրի, որի վրա, ինչպես մեզ թվում է, մենք անձամբ չենք կարող ազդել, մեր գիտակցությունը փորձում է պաշտպանվել, այն մի կողմ է մղում անհանգստացնող գիտելիքը, փսփսում է, թե հետո ոչ հիմա, սա իմ մասին չէ, և մենք համաձայնվում ենք դրա հետ։ Այս հոգեբանական կաթվածի հիմքում ընկած է վախը։ Մենք վախենում ենք փոփոխություններից, վախենում ենք հետևանքներից և հատկապես վախենում ենք պատասխանատվություն ստանձնել մեր և մեր սիրելիների ճակատագրի համար։ Հենց այդ վախն է, որ մեզ դարձնում է դիտորդ, այլ ոչ թե մասնակից։ Բայց երբ աղետ է տեղի ունենում, յուրաքանչյուր մարդու գլխում առաջանում է նույն հարցը. ինչու հենց ինձ հետ։ Պատասխանը պարզ է։ Քանի որ երբ կար ընտրության հնարավորություն լսել ճշմարտությունը թե հեռանալ, դու հեռացար, երբ դեռ հնարավորություն կար գործելու, դու վախեցար, հապաղեցիր և ճշմարտությունը չփոխանցեցիր մարդկանց։ Խնդիրը լուծումների բացակայության մեջ չէ։ Գիտելիքներն ու տեխնոլոգիաները առկա են կլիմայական խնդիրը լուծելու համար, բայց դրա համար անհրաժեշտ է բոլոր մարդկանց մասնակցությունը։
Սա մեզանից յուրաքանչյուրի անձնական պատասխանատվության ոլորտն է, այլ ոչ թե մեկ ուրիշ մարդու։ Եվ եթե մենք չսկսենք գործել, ոչ ոք դա չի անի մեր փոխարեն։